Տոնական սեղանի համար քաղցրավենիքներ ենք պատրաստելու, որոնք որ ինձ թվում է շատ մաչելի է եւ շատ հեշտ է պատրաստվելու, բավական արագ եւ եթե թորնիկներ ունեք, երեխաներ ունեք, բնականաբար իրանք էլ շատ կսիրեն։ Սկզբից սկսենք այնտեղից, որ ինձ հարկավոր է լինելու 1 բաժակ գոլ ջուր, սառը չի, տաքը չի, միջին աստիճանի ջուր է եւ պետք է լինելու ժելատին, առանց ոչ մի համեմունք կամ գույներ չի խառնած մեջը, էսի ընդհանուր իրար հետ գրամով 28 գրամ է, 4 պաչկ են ընդհանուր իրար հետ, սա խառնում ենք հիմա այս ջրին, Եվ թողնելու ենք մի քանի րոպե, որ ինքը մեջը ինչքան հնարավոր է լուծվի։ Ջրի բաժակի չափը ասեմ, որ ինչով եմ օգտագործում, 230 գրամանոց բաժակներ են իրանք։ Այստեղ չգիտեմ կամերայի մոտ երևում է, թե չէ գրամները, դրանով եմ չափում ես։ Ահա, սա դրեցինք մի կողմ։ Ինձ հարկավոր է լինելու 3 բաժակ եռացրած ջուր օգտագործել։ Okay, եւ դուք կարող եք օգտագործել ոչ թե ջուր, այլ կարող եք օգտագործել, ասենք, խնձորի սոկ կամ ելակի սոկ, ըստ ձեր ցանկության։ Սա հիմա ես նրա համար եմ անում, որպեսզի մարդիկ կան, որ այդ րոպեին կարող է իրան ձեռքի տակը չունենան թարմ սոկեր, այլ կարող են գույն ընդամենը տան եւ վերջ։ Եվ օգտագործելու եմ մեջը դնեմ ընդամենը մոտ 3-4 կաթիլ կարմիր գույն։ Հիմա վերցնում ենք պլաստիկի բաժակները։ Մի քիչ ամուր պլաստիկներ են սրանք, շատ բարակներից չեն, որպեսզի չհալչեն։ Լրիվ չենք լցնում, մի քիչ տեղ ենք թողում մեջը։ Այսօր այնքան լավ բաներ ենք ուրիշ սարքելու, մնացեք անպայման մինչև վերջ նայեք ու բավական հեշտ պատրաստվող են բոլորը, որ ձեր սեղանները տոնական կդարձնեն ուղղակի մի ուրիշ տեսքի, վստահ եմ ձեզ դուր է գալու շատ։ Okay, սա հաշկից մի քիչ եմ լցրել։ Հիմա սա գնում է սառնարան, մոտ 2 ժամ մնալու է այնտեղ, բայց այդ ընթացքում ուրիշ մեկ լավ բան ենք պատրաստելու։ Հիմա մենք անցնում ենք կրեմ պատրաստելու, սա երկրորդ տեսակի բանն է, որ պատրաստվելու, նա դեռ սառում է ջելոն։ Օգտագործում եմ կաթի սեր, 2 բաժակ, հիմա ցույց տամ, որպեսզի հետո այդ հարցերը չկրկնվեն նորից եւ օգտագործելու եմ մեջը ավելացնելու եմ շաքարի փոշի, 2 գթալ ավել չեմ դնելու, որտեվ շատ քաղցր չեմ ուզում։ Եվ ավելացնելու եմ մասկարպոն։
Okay, հարազատներս, հիմա կավելացնեմ արդեն մասկարպոնը, 2 ճաշի գթալ, մասկարպոնը նույնպես ինքը կաթի սեր է, բայց ավելի թանձր տեսակով։ Okay, հարազատներս, պատրաստ է մեր կրեմը արդեն։ Okay, հիմա սա դնենք մի կողմ։ Մեզ հարկավոր է լինելու կրեմի տոպրակներ։ Քիչ ավելի մեծ կտրենք։ Շատ չենք լցնելու այդքան էլ։ Այս կրեմը ինչի համար պատրաստեցի, որտեվ նույն կրեմը մի քանի տեղ ինձ օգտագործելու եմ։ So, ինձ օքեյ է, որ շատ պատրաստեմ։ Կդնեմ սառնարանը, անպայման այսպիսի կրեմները պահում ենք սառնարանում։ Որպեսզի չփչանա շուտ։ Okay, great. Շատ լավ է։ Հիմա մեզ հարկավոր է լինելու ելակներ։ Վերցնում ենք ելակը, կտրում ենք և մի քիչ էլ այստեղից ենք կտրում։ Okay, հələ որ այսքանը բավական է, որպեսզի պարզ լինի ինչ ենք անում։ Եթե կողմնորոշվեցինք, թե չէ, չգիտեմ, մենք պատրաստում ենք ձմեռ պապիկ։ Կարմիր գույնի էլ դնենք քթիկը, հա՞։ Երևի։ Okay։ Շատ թեթև ու հանգիստ օգտագործում եմ ես խմորեղենի համար հատուկ դիզայն անելու քաղցրեր են, փոքր մանր այդպես դիզայն արած, so դրանցից եմ օգտագործում։ Մանցնենք հաջորդը անելուն։ Սա մի քիչ ավելի բարձր ենք անում։ Okay, հիմա տեսենք ինչ ենք անում։ Սա որ գույներով անենք։ Երևի վարդագույն։
կարող ենք ընտրել տարբեր գույներ, որը կցանկանաք նայել ընտրեք անելուն։ Ես փորձում եմ բալանսը պահեմ այնց, որ ձեր մոտ երևա, բայց իմ մոտ լավ չի երևում հակառակ կողմից։ Սա էլ կանանչ աչուկներ դնենք իրան։ Ձեր թորնիկները, ձեր երեխաները բոլորը կուրախանան սա տեսնելով, իմ կարծիքով շատ կսիրեն։ Okay, սա էլ սենց արդեն։ Մնացածը կշարունակեմ ես վերջացնեմ հետո արդեն։ Կարծում եմ պարզ է, չէ՞։ Փորձեմ իջացնեմ։ Եփ։ Հիմա անցնենք հաջորդին, այստեղ հավաքեմ։ Հաջորդը, որ պետք է անենք արդեն կոկոսի ոնց է կոչվում, կոկոսի թեփուկներ, կոկոսի քերուկ, ոնց կլինի, չգիտեմ։ Ես ունեմ մեկ պաչկա կոկոսի քերուկ, կեսը օգտագործելու եմ այստեղ մի մասը, մյուս կեսը բաժանում եմ մեկ ուրիշ ամանի մեջն եմ դնելու։ Հիմա կիմանաք ինչի համար դա։ Կարծում եմ այստեղ, բայց ինչի է այսքան կպել իրար այստեղ, okay։ Մի խոսքով, անցնենք առաջ, ունեմ ես խտացրած կաթ, իհարկե ամբողջը չեմ դնելու, առայժմ ես կեսը կդնեմ, մի հատ հասկանանք տենանք ինչքան մեզի պետք կգա, նորը տենց կանենք։ Հիմա անցնենք ձեռքով կեղտոտվելուն։ Երևի այս մնացածը ավելացնեմ այստեղ ես։ Սա ընդամենը 2 բաղադրություն է գնում, շատ բան չի գնալու սրա համար։ Բայց շատ համով Ռաֆայելո։ Եթե կերել եք կոնֆետը Ռաֆայելոն, գիտեք արդեն ինչ է։ Ես հիմա մի հատ աման վերցնեմ, ձեռքերս պետքա թրջեմ, որտեվ կլոր գնդիկներ պետք է արվի։ Նայում եք, հիմա սա թաթախում ենք արդեն այս չորի մեջը ու դնում ենք մի կողմ։
Նորից թաթախում ենք։ Դնում ենք մի կողմ։ Եթե ունեք կոկոսի էլ ավելի մանր քերածը, խորհուրդ կտամ ավելի մանր քերածով արեք, որտեվ երբ որ մի քիչ մեծոտ այլում ինքը լավ չի բռնվում։ Կամ էլ աղացեք մի հատ նորից հետ վրայից, ավելի հետաքրքիր կլինի։ Ինքը բնականաբար ավելի կմանրանա։ Մեր իրար հետ միացնելուն խտացրած կաթով թեթև իրան, ասենք սկսենք սրանից, վրան ենք անում, ու ձմեռ պապիկին իրա վրա ենք դնում, մանցնենք մնացած այդպես, այնքան, որ իրան որ պահի։ Իմ տղա կլինի աղմուկ չանենք, հա լայթ։ Մաման վիդեո անեմ, բալիկ։ This makes sense։ Հիմա ձեռքերս մաքրեմ։ Մենք այստեղ ունենք թթու լավաշ, կոնֆետներ են կոչում, այտենց օգտագործում եմ սա, եթե ձեզ կհետաքրքրի, իմանաք ինչ եմ օգտագործում։ Սա մեջտեղից կտրելու եմ, որտև շատ մեծ կլինի։ Մի քիչ ձգենք։ Ժողովուրդ ջան, հաջորդ բանը, որ պետք է օգտագործեմ, ես աչքերի համար օգտագործելու եմ հատուկ Sparkle Gel-ը կոչում այտենց հատուկ, ինքը էլի խմորեղենի համար օգտագործվող բաներ են։ Իր աչուկները անենք հիմա։ Վրան է հավաքում։ There you go։ Եվ քթի համար կօգտագործեմ գազար, կտրտած մանր փոքրացրած գազար։ Սա մեծ է գալի։
Ջելը բավական ինքը թույլ է, ես չի պատկերացնում, այսքան երևի պետքա սառնարանում մի հատ պահեի, որ ճիշտ լիներ։ Փորձեմ այս իրա սկարֆերը վրան իրա պահեմ, ջելով թեկուզ, որտև վրայից ընկնում է։ There you go, այս եղավ, վերջ։ Okay, հիմա փորձեմ ես պտտեմ ձեզ այլ ցույց տամ իրան, ինչպիսին է եղել։ Ինքը Ռաֆայելո կոնֆետի ճիշտ համին է, բոլորը պտտանք։ Օգտագործեցինք հտածրած կաթ և կոկոսի թեփուկներ։ Հիմա նայենք տեսնենք մեր ջելոն պատրաստա թե չէ, որ անցնենք մեր երրորդ և մոռացել էի, պետքա իրան դեռ ձեռքեր դնենք, ձեռքեր չենք դրել, բայց ժողովուրդ ջան, չեք էլ հիշացնում ինձի։ Okay, սա էլ ձեռքեր իրան, աշկից լեսի մի քիչ երկար է գալի, կտրտեմ մի քիչ փոքրացնեմ։ Սալը գնային կողմ։ Նա շատ փոքր եկավ։ Սա օգտագործում եմ պրիցելի չորացրած ստիկեր են կոչում այդպես։ Մոռացել էինք, որ մենք ձեռքեր պետքա դնենք դեռ իրան։ Այս էլ մեր ձմեր պապիկները, ձեռքերին էլ հետ է։ Հաջորդ բանը, որ պետքա պատրաստենք արդեն շատ հասարակ բաներից է լինելու բաղկացած, մեզ պետքա լինելու բանան, պետքա լինելու ելակ և պետքա լինելու ադամի չոպ և մեխակի սերմ կուզենաք օգտագործեք հատիկավոր ինչ-որ մի բան փոքրիկ աջիկները անելու համար։ Հիմա նախ սկսենք բանանը առանձնացնում ենք եղևը, շատ հեշտ է, սա ամենահեշտ մի բանն է, որ կարող է լինի, որ անգամ կրեմի կարիքը չունեք սրա։ Բաժանում ենք էլի երկու մասի։ Հիմա բանանը անցնում ենք կտրատելուն, սա բավական է արդեն, ինչ ենք անում, հիմա կտրտած մասը դնում ենք ներքևի հատվածը, ատամի չոպով դնում ենք մեջ տեղը, որպեսզի իրան պահի և հետ այս մասը ավելացնում ենք այստեղ։
Աչքերի փոխարեն ես դնում եմ մեխակի հատիկներ և քիթիկի փոխարեն դնելու եմ ես գազար էլի, շատ բարակ կտրտված գազար։ Ճիշտ դրեցի, չգիտեմ, իմ կողմից չեմ անում, չեմ տեսնում։ Խնդրեմ։ Սա ամենահեշտ տարբերակն էր։ Որ անգամ կրեմ չունեք օգտագործելու։ Շատ մեծ է։ Եվ վերջինը հիմա նորից անեմ։ Խնդրեմ, սա էլ էսպես, հիմա սա էլ գնաց ընտեղ, կարծում եմ արդեն ջելոն հիմա հաստատ սառել է, բերենք հիմա անցնենք դրան։ Okay, առազատներս, եթե տեսնում եք, արդեն մեր ջելոները պատրաստ են ու իմ ուզած կարմիր գույն է եղել, սա ինձ պետք է ընդհանրապես ելակների այս եզրերից կտրում ենք։ Եթե ելակը ավելի մեծ է ելնում, էլ ավելի լավ։ Մի քիչ հիմա մեր մոտ ձմեռ է բնականաբար, ավելի խոշոր ելակները, որպեսզի կամ տեղավորվի, կամ սրա չափսերը փոքր ավելի վերցրեք, ավելի լավ կլինի։ Երկուսից մեկը, որը որ լավ է ձեր համար։ Հիմա հիշում եք, որ ասեցի ինձ կրեմը դեռ պետք է գալու։ Կրեմը պետք է Այ, ցակը շատ փոքր է գալիս տեղ, կամ սառել է, մեծացնում ես էսի։ Okay. Հիմա սա այստեղ ենք դնում։
Սա այստեղ։ Ահա եւ վերջ։ Սա էլ շատ գեղեցիկ ու շատ արագ պատրաստվող դեսերտ էր։ Սա մենք ունեցանք արդեն քանի տեսակ։ 4 թե 5։ Հիմա բոլորը իրար միացնենք։ Okay, հարազատներս վերջացրեցինք։ Ահա եւ մեր բոլոր գեղեցկությունները միասին դրած։ Սա չենք մոռանում, subscribe ենք անում, այսինքն սեղմում ենք զանգակի կոճակը։ Եթե սիրել եք, սեղմեք սիրելու նշանը, եթե չեք սիրել, ուրեմն սեղմեք չսիրելու նշանը, բայց չենք մոռանում subscribe ենք լինում եւ